գտնվում ենք Աշնանային լորիում, մանկավարժական արտագնաց ճամբար, որով մենք ամփոփում ենք հոկտեմբերյան-հոբելյանական հավաքը և մեր մանկավարժական ճամբարը։ Եվ այս պահին մենք գտնվում ենք մի շատ կարևոր սրբավայրում, որտեղ գրեթե մեծ մասը սա առաջին անգամ է և դա Լորվա աշխարհի Արդվի գյուղն է։ Արդվիում է գտնվում հենց Սուրբ Հովհաննես եկեղեցին, որտեղ ամփոփված է մեր ամենահայտնի կաթողիկոսներից մեկը Հովհան Օծնեցին, ով ապրել է և գործել է 8-րդ դարում, և նա այն եզակի հոգևոր առաջնորդներից է, ով սրբերի շարքն է դասված, և նա կարողացել է իր գործունեությամբ միաբանված պահել ինչպես հոգևոր դասին, այնպես էլ ընդհանրապես հայ հանրությանը։ Եվ այս առումով Հովհան Օծնեցու գործունեությունը իսկապես գնահատելի է։ Մենք իր դամբարանի մոտ ենք այս պահին, և Արդվի գյուղը, որի անունը հենց պատմական Արդվի, Տիկին Ելենան, քանի որ եղել է այնտեղ, մի քիչ ինքն էլ լրացում կանի մասով, Արդվի նահանգը։ Ճիշտ նման օրինակ կառուցված է եկեղեցին ասա Արդվի նահանգից, այստեղ ոնց որ ավելի կայուն է վիճակը, այնտեղ մի քիչ ավելի խոնարհված է եկեղեցին, ոչ թե մի քիչ խոնարհված եկեղեցի է համարվում, բայց ասեմ, որ այնտեղ կան անչափ, անթիվ կոչվում են Արդվինի ու Դերսեմի թաքնված հայկական ծածկված եկեղեցիները, որոնցից մի քանիսում եղել ենք, մի քանիսն էլ պլանավոր ենք, որ կլինենք այս տարի։ Ման, որ այնտեղ ամեն տարի անցկացվում է նաև Մնձուրյան օրեր, Հակոբ Մնձուրին նվիրված, շատ մեծ տոնակատարություն տեսնենք, եթե կարողանանք ժամանակահատվածը ճիշտ գտնել